Ինչ փուլում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Գործընթացում դրական միտումների եւ անհրաժեշտ շարունակության մասին օրեր առաջ հիշել էր ադրբեջանական կողմը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ դրական արդյունք է մասնավորապես Տավուշի հատվածում պետական սահմանի 13 կիլոմետրի սահմանազատումը։ Արձանագրել, որ թրիփի գործընթացը եւս առաջ է ընթանում եւ ակնկալում են, որ այդ հարցում մոտ ժամանակներում նորություններ կլինեն։ Զուգահեռ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարեց, որ ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերությունն ավարտել է Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու տեղանքի ուսումնասիրությունը երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Կանխատեսվում է, որ աշնանն արդեն կսկսեն թրիփի իրագործման գործնական քայլերը։ Այս ֆոնին քարտեզագետ Ռուբեն Գալչյանը կարծում է, չնայած սահմանազատումը հյուսիսից հարավ իրականացնելու պայմանավորվածությանը, Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշում սկսած սահմանազատման գործընթացը կար ժամանակով պետք է դադարեցնեն ու սկսեն սահմանազատել թրիփի, այսինքն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի սահմանագոտու հատվածը։ Ստեղ պիտի անցակետեր կառուցվեն եւ այս կամ մեկը տորը սահմանազատելը պետք շուտ, հետո վերադառնալ նորից Տավուշից սկսել իջնել դեպի հարավ։ Որ սահմանազատումը այս շրջանում պետք է սկսվի Մեղրիից, ճիշտ է համարում նաև փորձագետը։ Նրա գնահատմամբ այս հատվածի սահմանազատումը հնարավոր է ավարտել 1 ամսում։ Խոսքը մոտավորապես 5 կիլոմետրի մասին է։ Իսկ թե ընդհանուր առմամբ ինչու սահմանազատման գործընթացում որևէ նոր զարգացում չկա, Սամվել Մելիքսեթյանը նկատում է։ Կարծում եմ, որ պատճառը միայն քաղաքական է, որովհետև տեխնիկական տեսակետից, եթե սահմանազատումը սկսվի, ինքը բավականին արագ կարող է ավարտի հասցվել, բայց ադրբեջանական կողմի ընկալումը այն է, որ սա երկարաժամկետ գործընթաց է, ես կարծում եմ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք վերջնական սահմանազատում չենք ունենալ։ Եթե սահմանազատումը արագ ընթանա, ըստ փորձագետի, ադրբեջանական կողմը պետք է լքի Հայաստանի տարածքները։ Դա վերաբերում է Տավուշի, Սյունիքի, Վայոց-Ձորի, Գեղարքունիքի հատվածներին։ Ադրբեջանական կողմը գրավելով Հայաստանի ներսում տարբեր հատվածներ, ինքը դիտարկում է դա որպես նաև ինչ-որ երկարաժամկետ կապիտալ, երկարաժամկետ իր շահերի, ասես ասած, տեսակետից կարևոր գործոն, որը ապագայում նաև կարող է ինչ-որ այլ զիջումների փոխանակել, եւ պարզ է, որ Ադրբեջանը, եթե որ դեռ չկա խաղաղության պայմանագիրը կողմերի միջև, եւ որ դեռ փակ են սահմանները, եւ կա նաև, գիտեք, սահմանադրության փոխելու պահանջը, Ադրբեջանը հասկանում է, որ եթե սահմանազատումը ավարտի, գուցե հայկական կողմը մոտիվացիա չունենալու, ասենք, նույն հարցերում, նույն սահմանադրության հարցում գնալ եւ կատարել այն պահանջները, որ ինքը ունի, կամ այն ընկալումը, որ ինքը ունի, եւ հետեւաբար ինքը նախընտրում է պահպանել այս կարևոր, այսպես ասած, հողային ձեռքբերումները, որ ինքը ունի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Փորձագետը շեշտում է, ճիշտ կլինի, որ հայկական կողմն ավելի շատ կենտրոնանա ադրբեջանական կողմի հետ քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը։ Դրանից հետո թե ադրբեջանական, թե հայկական կողմերը կարող են ավելի կառուցողական լինել սահմանազատման հարցերում։ Իդեպ, Բայրամովն իր վերջին հայտարարությունում կարծիք էր հայտնել, որ սահմանազատման արդյունքում անկլավային գյուղերի հարցերը եւս լուծում կստանան, որ էքսկլավ անկլավների կիսատ մնացած խնդիրները պետք է լուծել, վերջերս վերահաստատել էր նաեւ Հայաստանի վարչապետը, հիշեցրել Հայաստանի ինքնիշխան տարածք Արցվաշենը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ռուբեն Գալչյանը հիշեցնում է, թե ինչպես Հայաստանի ներսում գտնվող տարածքները դարձան ադրբեջանական անկլավներ։ ԽՍՀՄ իշխանության ձեռքով են դրանք տրվել ադրբեջանական կողմին առանց Հայաստանի գիտության, ասում է պատմաբանը։ Այս քարտեզի մեջ էլ տեսնում ես հայկական անկլավները, որ երկուսը ստեղ են, մեկն ստեղ է, գոյություն չունեն։ Ադրբեջանում էլ Արցվաշյանը, որ էստեղ է, ամբողջովին Հայաստանի տարածքում է գտնվում։ Հետո Ադրբեջանը սա գրավեց, եթե հայտարարեց, որ որպես անկլավ կվերադարձնենք Հայաստանի։ 1930-ին այս երկու անկլավը երևացին Հայաստանի տարածքում որպես ադրբեջանական անկլավներ Տավուշում, Արցվաշենն էլ երևաց որպես, ինչպես ցույց տվեցի, վերադարձված Հայաստանին։ Իսկ 39 թվականին երևաց Տիգրանաշենը որպես անկլավ Հայաստան, ադրբեջանական անկլավ Հայաստանում։ Այս բոլորը երևացել են առանց որևէ փաստաթուղթի, որևէ պաշտոնական որոշման, առանց որևէ պաշտոնական հանդիպման նույնիսկ։ Խորհրդային գեներալ շտաբը իր քարտեզների վրա գծել է սրանք ասելով սա ադրբեջանական է, սա ադրբեջանական է, սա ադրբեջանական է եւ տվել է Ադրբեջանին, Հայաստանից վերցնելով։
Ըստ Գալչյանի, տարածքների հանձնման նպատակը մեկն է եղել, ապագայում էլ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, որ դրա պատրվակով պահպանվի նաև Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում։ Այս համատեքստում նա ճիշտ է համարում անկլավների ու էքսկլավների մասով փոխանակման տարբերակը։ Դա քարտեզագետի կարծիքով ձեռնտու է երկու կողմին էլ։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։